Ադրբեջանը ճակերտավոր հաղթել է Հայաստանի շնորհիվ իր երեք գլխավոր դաշնակիցների, առաջինը Ռուսաստանի, Թուրքիայի, առաջինը Ռուսաստանի ինչու որովհետև հաղթել է ինչ որ ուզում էր ստացել է, մի բան էլ ավել է ստացել։ Իսկ ով ասեց, որ այդ ստացածը ընդունվել է աշխարհի կողմից։ Եթե ընդունվել է, Մինսկի խմբի մասին ինչու են ամեն օր խոսում։ Հաղթած ղեկավարը էս փակի։ Դե ուզում հետքերը մաքրի, բաց չէ ինչ է ուզում։ Այսինքն այդ հետքերը կարող է ինչ որ մի օր միտեղ բերեն, չէ՞։ Բանաձևեր են ընդունվում աշխարհում, դա հենց այնպես չի։ Բացի այդ մենակ Ղարաբաղով չի ուզում սահմանափակվի, չէ՞։ Հիմա էլ Արևմտյան Ադրբեջանն եւ Հայաստանն է ուզում վերցնել, այսինքն նրան պետք է դաշնակիցներ այդ հարցում եւ ցանկացած փոքր հարաբերությունների կարգավորում, այս անցակետի բացում դա հարաբերության կարգավորում չի, խանդ է առաջացնում, իսկ եթե իշխանություն փոխվի, որը պրոեվրոպական ուղղվածություն ունի, դա ոչ միայն խանդ կառաջացնի, այլև մեծ խնդիրներ, հատկապես ներողություն, որ մյուս երկու դաշնակիցներն էլ են հիմա խնդիրների մեջ, մեկը Ուկրաինա, մյուսը Սիրիայում եւ Գազայում, այնպես որ նա այստեղ միայնակ է մնացել այս հարցում այս պահին։ Ինչով օգնենք այդ միայնակությանը։ Դե ինքը պիտի իրեն օգնի, տեսեք, կարող է հարցակցել։ Իմ օգնելը ունի Ես իհարկե հասկանում եմ, քանի որ խնդիրը այսպեսին է, նա պիտի հասկանա, որ անընդհատ պատերազմով չի կարող հասնել իր նպատակներին։ Հարցը այստեղ միայն Հայաստանը չի